Սելերոստատողներ, դուք գիտեք, որ մեր երկրում կարելի ասել նույնիսկ մոդա է աջակցել միջին եւ ցածր բիզնեսին, սակայն մյուս կողմից քանի տարի է արդեն, քանի տասնամյակ ես կասեի, մենք փորձում ենք աջակցել փոքր եւ միջին բիզնեսին, բայց միշտ երբ որ լսում ես այդ բիզնեսի ներկայացուցիչներին, նրանք կարող են դες հազար խնդիրներ թվել, թե ինչու մեր երկրում փոքր եւ միջին բիզնեսը չի զարգանում։ Շատ կարևոր է, որպեսզի մեր բիզնես միջավայրը լինի այնպեսին, որ երիտասարդ, խելացի, ինչ որ ռեսուրսներ ունեցող երիտասարդները գործ դնեն, բիզնես զարգացնեն, որովհետև այլ պարագայում մեր երկիրը դժվար թե տնտեսապես հեռանկար ունենա։ Այսօր գովազդային կարճ եւ թանկ վայրկյանեցնում մենք կզրուցենք երկու պոտենցիալ երիտասարդ գործարարի հետ, որոնք փորձում են բիզնես դնել մեր երկրում, կհասկանանք ինչ խնդիրներ կան, ինչ բիզնեսի մասին է խոսքը եւ արդյոք այսօր մեր բիզնես միջավայրը այնպեսին է, որ երիտասարդ մարդը, որն ունի առողջ ամբիցիաներ, գիտելիքներ, նա կարող է մեր երկրում դիվերսիֆիկացնել իր ունակությունները եւ հաջողակ բիզնես ստեղծել։ Եվ այսպես, սելերոստատողներ, այսօր մենք զրուցելու ենք երիտասարդ գործարանների հետ, դուք գիտեք, որ մեր երկրում բոլորը խթանում են կամ խոստանում են խթանել փոքր եւ միջին բիզնեսը, սակայն ցավոք սրտի երիտասարդները, որոնք գործ են ցանկանում դնել, հանդիպում են ոչ այդքան տեսանելի, ավելի շատ անտեսանալի հազարավոր խնդիրների։ Մենք այսօր զրուցելու ենք տնտեսագիտության տեխնատու Zoomer ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Կարեն Բաբաջանյանի հետ, բարեկո Կարեն, շնորհակալություն հրավերն ընդունելու համար եւ նույն ընկերության գործադիր տնօրեն Տիգրան Սարգսյանի հետ, բարեկո Տիգրան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Գիտեք, շատ քիչ կարելի է մեր երկրում հանդիպել երիտասարդ պատրաստված տղաների, որոնք ցանկանում են ինչ-որ բիզնես դնել եւ որոնք չունեն կռիչ, չունեն կապեր, այսինքն նախորդ արդեն բիզնեսը կա, իրանք նոր լցվում են այդ բիզնեսին, հա, այլ հակառակ ճանապարհ։ Հիմա տեսեք, դուք ցանկանում եք բիզնես դնել։ Մեր երկրում բոլորը խոսում են այն մասին, իշխանությունները, կառավարությունը, ով ասես, որ պետք է միջին եւ մանր բիզնեսը խթանվի եւ դրա համար ամեն ինչ արվում է մեր երկրում։ Ձեր կարծիքով մեր բիզնես միջավայրը այսօր նպաստում է, որպեսզի երիտասարդ գործարարը կարողանա կայանա, գործանի, մի բան էլ նրան խթանեն, օգնեն, որ նա զգա, որ իրոք մեր երկրում կա ուշադրություն երիտասարդ պոտենցիալ բիզնեսմենի նկատմամբ։ Խնդրեմ։ Ուրեմն այս հարցի շուրջ, երբ որ մենք երկար ժամանակ զրուցում ենք, խոսում ենք, մենք Տիգրանի հետ եկանք այն համոզմունքի, որ անկախ նրանից, ով ինչ է ասում եւ ինչ փորձ ունենք մենք փորձեցինք մեր իսկ փորձով, մեր իսկ ճանապարհով կատարել հստակ քայլեր եւ հասկանալ, արդյոք եթե մենք գնում ենք դասական տարբերակով, երկուսով մենք ստացանք մարքեթինգային կրթություն, մեր երկրում դասականը մի քիչ ուրիշ է, դասական, ասենք միջազգային չափանիշներով դասական։ Եվ առաջի հերթին մենք մեր քայլը եւ մեր հիմնական առավելությունը նա էր, որ մենք փորձեցինք հասկանալ կա գաղափար, հստակ ծնվեց այդ գաղափարը, որի եղինակը Տիգրանն էր, եւ մենք երեք այսպես բիզնեսի կոմպոնենտներով փորձեցինք բաղադրիչներով առաջ գնալ։ Կար գաղափարը, սա 25%-ն է հաջողության հասնելու համար։ Այնուհետև ում հետ ես փորձում այդ ծրագիր իրականացնել։ Ստեղծվեց այդ թիմը, որը որ երկար ժամանակ անցավ նաեւ, որ մենք հասկանանք, կարող ենք միասին այդ գործունեությունը իրականացնել, այո կամ ոչ։ Եվ ամենակարևորը այն հստակ հավատը, որ մենք հավատում ենք, որ այդ ծրագիրը կիրականանա։ Հիմա պատասխանելով ձեր հարցին, թե հնարավոր է բիզնես միջավայրը նպաստում է թե չէ, մենք այդ հարցին կկարողանանք ավելի կոնկրետ պատասխանել այն դեպքում, երբ այդ ամբողջ ճանապարհը անցնենք մեր իսկ օրինակով։ Այո, կան տարբեր բարիերներ, տարբեր խոչընդոտներ են առաջ գալիս, որոնք որ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ ճանապարհով կամ հաղթարվում են կամ չեն հաղթարվում, բայց քանի որ մենք այդ ճանապարհի մեջ ենք, ընթացքի մեջ ենք, վերջում մենք կհասկանանք հնարավոր է դա այստեղ իրականացնել թե ոչ։ Ճանապարհը ասեմ, որ արդեն 3 տարի է անցնում ենք։ Տիգրան, Կարենը ես նա փաստորեն դիվանագիտական կրթություն ունի երևի, մի քիչ դիվանագիտորեն պատասխանեց, որ ես չհասկացա, այնուամենայնիվ մեր երկրում միջավայրը բիզնես խոչընդոտում է, այսինքն խոչընդոտներ է ստեղծում, կոռուպցիոն կլինի, չգիտեմ, 1000 խոչընդոտի տեսակ կա, թե այնուամենայնիվ միջավայրը դրականով է, որ այն նպաստում է, որ երիտասարդը կարողանա մտնի բիզնես միջավայր, գործ դնի, այսինքն նրան օգնում են պետական կառույցները,
չգիտեմ, հասարակական կառույցներ, թե խոչընդոտում են, խնդրեմ։ Պետրոս, պատասխանելով ձեր հարցին եւ մի փոքր շարունակելով Կարենի ասվածը, միտքը այն է, որ մենք տարբեր պատմություններ ենք լսել Հայաստանում գործող բիզնես ունեցող մարդկանցից, ովքեր որ հաջողության են հասել, մարդիկ եղել են, որ հաջողության չեն կարողացել հասնել ինչ-ինչ պատճառներով, չգիտեմ, հոգնել են, ճանապարհից հետ են դարձել, խոչընդոտներ են առաջացել, շատ ենք լսել նման պատմություններ, որոնք մեզ համար շատ կարևոր են եղել, որ մենք էլ մեր Այսինքն վախ կա։ Բացարձակ վախի մասին չի խոսքը գնում։ Խոսքը գնում է նրա մասին, որ մենք կպատասխանենք հստակ, երբ որ ունենանք մեր օրինակը, որովհետև 3 տարվա փորձ դուք ունեք, դա բավարար է նախնական վերլուծության համար, համաձայն եք։ Միանշանակ ինչ որ չափով բավարար է, բայց այսպես ասեմ, խոչընդոտներ այսպես թե այնպես լինելու են։ Ես չեմ կարող թվել թե ինչ տիպի խոչընդոտներ, բայց նաև աջակցություններ ա եղել։ Որպեսզի ճիշտ հասկանանք։ Պարզա, որ եւ խոչընդոտներ ցանկացած երկրում եւ կա խոչընդոտներ եւ օգնող հանգամանքներ։ Խոսքը ընդհանուր միտման մասին է։ Այ ընդհանուր միտումը բերում է վերջնարդյունքով, հա, դու երեկոյան գալիս ես տուն, դու զգում ես, որ այնուամենայնիվ ինչ որ խոչընդոտներ են, որոնք դու լավ է հաղթարես եւ գնում ես առաջ, թե այնուամենայնիվ այնպես խոչընդոտներ են ստեղծվում, որ դու սկսում ես կամած հետ գնալ եւ զգում ես, որ այս պայքարը չի բերում բան։ Վստահորեն կարող ենք ասել այն եւ Տիգրանն էլ ինձ հետ կհամաձայնվի, որ այդ ճանապարհը ցանկացած բիզնեսմենի մոտ ծնում է չհանձնվելու եւ համառության այս բնավորությունը, որ գնալ մինչև վերջ։ Խնդիրը տեսեք ինչումն է։ Մենք բիզնեսը այսպես է, մինչև այդ տարբեր գաղափարներ ենք ունեցել։ Ամեն քայլ կատարելը դա այսպես կոպեկ ենք նետում, ղուշ եւ գիր։ Պայմանականորեն հաջողությունը անվանում ենք ղուշ, անհաջողությունը գիր։ Նետում ենք ղուշ են գնում, անհաջողություն։ Երկրորդ անգամ ենք նետում անհաջողություն։ Ամեն նետելը իրենց ենթադրում է ինչ որ ծրագրի ծնունդ եւ իրականացում։ Մեր ուսումնասիրությունները շրջապատի եւ այլն ինչ ենք տեսել, որ սովորաբար երբ որ բողոքում են, երբ է դա տեղի ունենում, երբ որ երկրորդ, երրորդ նետումից հետո անհաջողություն են գնում, հանձնվում են։ Խնդիրը գալիս է հետեւյալում, շարունակել նետել։ Չի կարող 4-րդ էլի անհաջողություն, 5-րդ էլի անհաջողություն, 6-րդը պետք է հաջողություն ունենա։ Հասկացա։ Ձեր կրեդոն ես հասկացա։ Մեր կրեդոն հետեւյալն է, որ այնուամենայնիվ օրերից մի օր պետք է հաջողության կողման գնի։ Այնուամենայնիվ խոչընդոտները մեր երկրում որ շարքից են բյուրոկրատիան, կոռուպցիան, անտարբերությունը, ընդհանուր բիզնես միջավայրը, մենթալիտետը, այ հիմնական խոչընդոտները որտեղից են գալիս դեր կարծիքով։ Ես պատասխանեմ վերջի հատվածից, հա, այդ մենտալիտետի վերաբերյալ բիզնեսի մասին է խոսքը գնում։ Այո, այսօր կան կարծրատիպեր բիզնեսի բնագավառի, որ կարելի է այս բիզնեսը անել Հայաստանում, այս մեկը չի աշխատի։ Բառացի հենց այդպես էլ անվանում, չի աշխատի այս բիզնեսը։ Երբ որ հարցնում ես ինչի, պատճառաբանությունները կարող են հազարավոր լինեն, հազարավոր, բայց հարցը նրա մեջ է, թե ով է այդ մեկնաբանությունները տվողը։ Հիմա այն ճանապարհը, որով որ մենք ենք ուզում անցնել, ոնց որ ասեց Կարենը, դասական, բայց իր լավ իմաստով իհարկե։ Այսինքն դասական այսպես եմ հասկանում, դուք ունեք միտք, ունեք թիմ, ունեք որոշակի ֆինանսական ռեսուրսներ եւ ցանկանում եք օրենքի դաշտում առանց տանիքի, առանց միջնորդության, առանց որևէ չինովնիկի հետ փայի դնել բիզնես եւ հաջողացնել այդ բիզնեսը։ Սա ենք մենք մոտավորապես ասում դասական ճանապարհ։ Այո, նաև բիզնեսի դասական ճանապարհ։ Միջավայրի ուսումնասիրություն, հետազոտություններ բազմաթիվ, որպեսզի մեզ մնացած արդեն բիզնես գործիքներին։ Եվ մի հետաքրքիր բան էլ ասեմ, որ սկզբնական շրջանում, երբ որ երկուսս էլ նույն ֆակուլտետում։ Դե ծնողները դեռ չեն ասում, տղեկ ջան, տես որ երկրում է, մեր երկրում առանց կռիշի, հնարավոր չի։ Գիտեք հարց ինչի մեջ է, որ գալիս է մի ժամանակաշրջան, որ դու մնում ես ինքդ քեզ հետ, քո գաղափարների եւ ինչ որ առումով ցանկացած նոր գաղափար միշտ ինքը թվում է պատրանք, միշտ ինքը հանդիպում է տարբեր կարծիքների, որ չի ստացվի, չի լինի եւ այլն։ Մենք տեսեք մեզ մոտ հետաքրքիր մի բան է, երբ որ մենք մարքեթինգային կրթությունը ստացանք, երկուսս էլ նույն բուհում վերջացրեցինք, մեր մոտ անընդհատ
այսպես մտածում ենք, լավ, այդ տեսական ամեն ինչը հնարավոր է բերել գործնական դաշտ, որքանով է անիրականանում։ Եվ այս իմաստով մենք սկսեցինք դասական ճանապարհով հետազոտություններ իրականացնել, ֆոկուս խմբեր կազմել եւ դրա մասին մենք ավելի մանրամասն խոսենք։ Այս ամբողջ process-ը անցնել, այսինքն այն ինչը որ դասագրքերում գրված է բիզնեսը ոնց կարելի է կազմակերպել։ Բնական է, իրականում դուք որոշ շտկումներ ես մտցնում, բայց այս առումով մենք սկզբնական փուլում այո էնտուզիաստներ ենք։ Եվ այո, հիմա դա շարունակվում է, սակայն դրան գումարվել է նաև փորձը, դրան գումարվել է նաև ընթացիկ այդ ունակությունները, որոնք որ հարկավոր են եւ նաև այդ համառությունը։ Խոչընդոտների մեջ նաև բյուրոկրատիայի մասին ես կուզենայի խոսել, որը որ կարծում եմ, որ սա մարդուն հատուկ երևույթ է։ Սա ոչ միայն ուղղակի տարբերությունը հետեւյալն է, որքանով ինձ հայտնի է, օրինակ Անգլիան նույնպես համարվում է բյուրոկրատ երկրներից մեկը Ֆրանսիան։ Դուք կարող եք գնալ Անգլիան բանկում կանգնել եւ այսպես ժամերով որևէ թղթին սպասել։ Ուղղակի բյուրոկրատիայի երկու տարբերություն կա, երկու տեսակ կա։ Առաջինը քեզ ասում են, թե դու ինչի համար ես սպասում։ Երկրորդի տարբերակում դու չես իմանում, թե ինչի համար ես սպասում։ Դա հայկական տարբերակն է, այսինքն գնա կգաս չորեքշաբթի։ Հաճախ հանդիպում է այո դա։ Հաճախ դա հանդիպում է, որը ժամանակի ընթացքում եւ այսպես ժամանակ է խլում, իսկ բիզնեսում ժամանակը բավականին կարեւոր է։ Այսինքն, եթե տրամաբանված չեն այդ ուշացումները, այո, այդ դեպքում արդեն մի քիչ այդա լուրջ խոչընդոտ է առաջացնում, լուրջ խոչընդոտ։ Իսկ այն երկրները, որտեղ որ բյուրոկրատական հիմքը կա, բայց արվում է ու բոլորը դրան շատ լավ ծանոթ են, պատկերացնում են, թե ինչ ճանապարհ պետք է անցնեն, գիտեն, որ 15 օր պետք է սպասեն միդիմում, դա համարվում է պրինցիպին նորմալ։ Մի հարց տալ եւ դիտենք այն տեսանյութը, որը պատմում է ձեր իդեայի մասին, հա։ Հնարավոր է ձեր կացվում մեր երկրում առանց տանիքի, առանց վերևից դաբրոյի, առանց մի չինովնիկի փայի ոչ միայն բիզնես սկսել, այլև հետո դառնալ հաջողակ բիզնեսմեն։ Այսինքն զարգացնել այդ բիզնեսը հնարավոր է։ Մենք կարծում ենք այո։ Եվ ավելացնում դրան, որ մենք մեր քայլերով, մեր ճանապարհով ուզում ենք, եթե դա այդպես էլ չէ, ուզում ենք ցույց տալ, որ այո հնարավոր է։ Այո հնարավոր է։ Տեսանյութը դիտելուց հետո մենք դրանում կարծում եմ փոքր ինչ ավելի կհամոզենք։ Բարի, դիտենք տեսանյութը, սիրելի հետազոտողներ, թե ինչ իդեայի մասին է խոսք, այնուհետև կվերադառնանք տաղավար։